24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ միջազգային agent Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ դուք հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, խոսենք իրավիճակի մասին։ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ սպառնում էր ընդդիմությանը, որ կզզնելու է, սատկացնելու է եւ հաջորդում են գործողություններ, մասնավորապես երեկվա դեպքերից խոսենք, Արարատ ցեմենտի գործարանը վերցնում են Գագիկ Ծառուկյանի ձեռքից եւ պետականացնում են։ Հետո Անդրանիկ Թևանյանի մասով հայտարարություն եղավ, որ նա դավաճանություն է գործել պետությանը եւ պետք է կալանավորվի ազգային անվտանգության ծառայությանը Փաշինյանը հրահանգեց այդ հարցով զբաղվել, մինչ այս պահը դեռ չի կալանավորվել ժամը 12-ի դրությամբ, բայց ամեն դեպքում հրահանգը իջեցվել է։ Սամվել Կարապետյանի մասին եւս տեղեկություններ կան, նրան մեղադրում է լրտեսության մեջ Փաշինյանը, հետո արդեն Նարեկ Կարապետյանի մասով, որ նա Ռուսաստանի քաղաքացիություն ունի, բայց Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունից հերքում են այս լուրերը։ Ամեն դեպքում գործողություններ են հաջորդում, միայն հայտարարություններ չեն, պահիտակ արվող։ Ինչ իրավիճակ է ստեղծված եւ այս տեմպերով ունենք հասնելու մինչեւ հունիսի 7-ը։ Ստի շանտաժի ու ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք, բռնապետի հետ գործ ունենք, որը ուղղակի խաղի կանոններ ընդհանրապես իրեն չեն հետաքրքրում եւ ոչ մի խաղի կանոնով չի առաջնորդվում։ Անում է այնինչ ուզում է, ասում է այնինչ ուզում է եւ անպատիժ է մնում։ Մեր ժողովուրդը հենց սա պետք է գիտակցի, որ դուք պատկերացրեք, եթե այս փուլին էլ հաղթահարեց ու վերարտադրվեց, հետո ինչ է անելու։ Իդի Ամինի, չգիտեմ, Քադաֆիի նման ինչ որ մի բռնապետ է նա դառնալու եւ մարդիկ չեն ուզում գուցե դրան հավատան, որովհետեւ առայժմ ժողովուրդ ջանջիգար, ես ձեզ սիրում եմ, սրտիկները ցույց տալիս եւ այլն եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ եթե օպոնենտների նկատմամբ, քաղաքական մրցակիցների նկատմամբ, մարդկանց նկատմամբ, որոնք ոչ մի խախտում էլ նույնիսկ թույլ չեն տալիս, այսպիսի գործողություններ է անում, ապա եթե անգամ մի փոքրիկ շանս լինի նրան ավելի լրջորեն կարճելու մարդկանց թույլ տրված սխալներից, ինչ կանի, ինչերի կվերացնի։ Մասնավորապես Սամվել Կարապետյանն, եկեք, այսպես արդեն ոնց որ մեզ համար սովորական վիճակ է, էլի, որ այդ մարդը կալանավորված վիճակից, հա, թեև տնային կալանքում է գտնվում, բայց անազատության մեջ է գտնվում։ Այդ վիճակում իրականացնում է գործունեություն, քաղաքական գործունեություն եւ ինչի համար ինքը ընդհանրապես ասել էր, որ կպայքարեմ եկեղեցու համար, կպայքարենք եկեղեցու պաշտպանության համար մեր ձևով եւ այդ բարերի հիման վրա մարդը ազատազրկվում է, կալանավորվում է, իսկ ինքը երբ որ հնչեցնում է սպառնալիք, ասում է սատկացնելու եմ, անշնորհք բարեր է օգտագործում, դրա համար ոչ միայն պատասխանատվության ինչ որ process չի սկսվում դատախազության կողմից, քննչական մարմինների կողմից, այլև նույնիսկ էթիկայի կանոնները խախտելու հետ կապված վարույթ տեղի չի ունենում։ Սա ցույց է տալիս, որ ամբողջ պետությունը նրա ձեռքի մեջ այսպես օգտագործում է սանձերը բռնած, ինչպես ուզում է, այնպես էլ քշում է մեր պետությանը, քշում է մեր ժողովրդին։ Նա ձեռ է առնում փաստացի, ծաղրում է մեր ժողովրդին, ծաղրում է բոլորիս արժանապատվությունն ու ինքնասիրությունը եւ այսպես ցանկանում է վերարտադրվել։ Սա հենց պետք է այդ առիթը լինի, որ սրանից ավելի էլ ասելու բան էլ չկա։ Երբ որ տեսնում ենք մարդկանց քիչ ամնում ծեծի, ինքը քիչ ամնում ձեռքով ծեծի, իր ախրանաները կողքը կանգնած այն կնոջը Տիկին Արփինեին ասենք քաշքշելու այդ պահեր, ասենք քիչ էր մնում խփեր, ասենք ու դրա ոչ մի բան մեղադրում էր Արցախի մասով, պատերազմի պարտության զոհերի մասով, ինքը միանգամից բարկանում է եւ այո, իրեն չի կարելի քննադատել, փաստորեն չի կարելի քննադատել նրա համար, ինչը որ ժամանակին ինքը խոստացել է եւ հիմա եւ չի արել եւ մի հատ էլ այդպես բոլորի վրա մատ է թափ տալիս, ասում է հանկարծ Արցախի անուն չտակ, Արցախի անուն տակ ինձ հետ գործ կունենաք, չգիտեմ, ձեզ կանեմ, այն կանեմ։ Եթե Արցախի հարցը բացեք, իմ հետ գործ կունենաք։ Հա, այո, այսպես էլի ու դա ուղղված է ընդդիմությանը։ Ասենք ոչ միայն ընդդիմությանն է ուղղված։ Ընդդիմությանը միայն ուղղված չի։ Հանրությանն է ուղղված, որ Արցախի ուսուցիչներին է ուղղված, որ դասարաններում չխոսեն, դասախոսներին է ուղղված, որ լսարաններում չխոսեն, անգամ ես չգիտեմ, արդեն ելում է ուղղված, ընդհանրապես փողոցում էլ պետք է այդ մասին չխոսել, խանութում էլ չխոսել, տաղավարներում էլ չխոսել այդ մասին, խոսեք թե չէ, ուրեմն կպատժենք անընդհատ այսպես պատերազմի սպառնալիքով, սպառնալով ուզում է անելիք, որովհետև չունի, ինքը ոչ մի նորմալ բան այս ընթացքում չի արել, ոչ մի լուրջ նորմալ տնտեսական, ընդհանրապես մի պրոյեկտ է եկել, մի խոշոր ներդրում է եկել իր կառավարման ընթացքում, 8 տարիների ընթացքում Մայլերի պրոյեկտն է եղել Հայաստանում, որ ներդրում որպես այդպիսի խոշոր ներդրում,
Ուրիշ ոչինչ մենք չենք տեսել։ Ու անընդհատ մեզ վախեցնելու միջոցով, այսինքն ոչ մի լուրջ խոստում, ոչ մի հեռանկար տնտեսական զարգացման, բնականաբար ժողովրդավարության մասին արդեն մոռանում ենք, այն ամեն ինչ որ տեսնում ենք կներեք, էլի ծաղրուծանակ է ժողովրդավարության մասին խոսք չի կարող լինել։ Ու այնքան ուղակի օրը չի հերիքի, որ հասցնենք թվարկենք, թե ինչեր է տեղի ունենում, թե ինչեր է տեղի ունենում ընդդիմադիր ուժերի նկատմամբ, հələ ես մենք ամենախոշոր գործիչների նկատմամբ ենք տեսնում։ Բա որ մի քիչ գնանք մարզեր, տեսնենք այնտեղ ինչեր են կատարվում։ Մարդկանց ինչ հետապնդումների են ենթարկում, ինչ հալածանքների են ենթարկում, ինչպես են մարդկանց ուղակի առօրյան ու ընտանիքը մտել աղքատ մարդկանց։ Տներն են մտնում քննչական կոմիտեի կամ չգիտեմ հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ինչ որ բան գտնելու համար, թե ումից ինչ բարեգործություն հանկարծ որ եղել է, երբ է եղել, ոնց է եղել, այս սոված երեխեք կան, այդ տներում սոված երեխեք կան, արցախցի հենց տեղափոխված երեխեք կան, որ չգիտեմ, այդ երեխեքը ուղղակի սովը աչքերի մեջ է, սովը աչքերի մեջ է այդ երեխեքի։ Հա, այդպես այդ վիճակում ու հա, մտնում են, ասենք, հանկարծ լտեսնեն ով է վերջին շրջանում իրենց, ասենք, 1000 դրամ տվել կամ 5000 դրամ տվել, որ գործ հարուցեն, քրեական գործ հարուցեն։ Դուք պատկերացնում եք մենք ինչ տականքության հետ պարզապես գործ ունենք, էլի։ Ու այս պարագայում մարդիկ տեսնում են, որ սա ոչ մի լավ բան չի բերելու, միայն ու միայն մատը դրել է այդ պատերազմի թեզի վրա ու անընդհատ է առաջ տանում։ Փախածներ։ Ես չգամ փախածներ եք նաև, ու մնայիք կռվեիք, եւ եթե դուք կռվել եք, ինչու չեք զոհվել։ Հիմա այս թեման շատ է քննարկում եւ զարմանալի է, որ այս թեման երեք պաշտպանության նախարարը նաև թարմացրեց, այսինքն այն որ Փաշինյանը բարգացած ժամանակ ասում է, ինչ որ միտեղ կարող ես մտածել, որ բարկանում է ափերից դուրս է գալիս, ինչ որ բաներ ասում, միգուցե հետո փոշմանում է, զգում է որ պետք չէ, բայց երբ որ պաշտպանության նախարարը ասում է, նախ Սամվել Կարապետյանին էր ասում, արա քո ընտանիքի անդամներից 6 հոգին ինչու չեն զոհվել, ինչու չեն ծառայել, ինչու չեն զոհվել, վիրավորվել։ Եկ մի քիչ արդեն ամոթել է Սուրեն Պապիկյանին այս առումով լրջորեն փորձեն արձագանք տալ, բայց քանի որ այդ ապուշ թեզերը արդեն գտնում են, իսկապես մտնում են ու ժողովրդի խոսակցության թեմա են դառնում, մենք ստիպված ենք իսկապես լինում արձագանքել։ 2 օր առաջ ձեր տաղավարում, հենց այստեղ տաղավարում Նարեկ Գալստյանն ու Ռուբեն Մխիթարյանն են շատ լավ կարևոր բաներից խոսում օրակարգեր թելադրելու, չթելադրելու մասին, բայց իսկապես համաձայն եմ, այնտեղ հնչած բոլոր մտքերին էլ համաձայն եմ ես, իսկապես որ ընդդիմությունը շատ ավելի պրոակտիվ լինելու հնարավորություն պետք է ունենա, բայց քանի որ անհամամասնական է, անհամաչափ է այսօր իշխանության եւ ընդդիմության միջև կարողությունները ու իրենք ինչ ուզես կարողանում են տարածեն, որովհետև դրա համար բոլոր ռեսուրսները ունեն ու շատ ավելի մեծ չափերով ունեն։ Ու ստիպված ենք լինում, այո, ստիպված ենք լինում, երբ որ գնում ենք արդեն մարզեր, մարդկանց տներ, գյուղեր են գնում կամ քաղաքներ են գնում, այս կործանարար ստերը մենք տեսնում ենք իսկապես ոնց է քայքայել, ոնց է քայքայում մարդկանց կյանքը, ոնց է մարդկանց հոգեբանությունը քայքայում։ Այդ ապուշությունը, որ ասում են Սամվել Կարապետյանն եկավ 300,000 մարդ է տանելու Դոնբաս կռվեցնելու, ասում ենք մարդու բարեգործությունների չափը միակ լնայեք, ասում է ինչքան է, ասում եմ $200 միլիոն միայն բարեգործություն արել, ասում է 200 միլիոնի արել է 500 միլիոնի էլ կերել է, այնքան ասեց ու պրծավ, որովհետև մի հատ այդպիսի հիմարություն ասենք ասել են, թե որտեղից է կերել, ինքը ով է եղել որ կերել է, հա, բացարձակ պատասխանատվություն չկա։ Նույնն էլ այդ մնացած բոլոր բաները։ Այսինքն ինչ է նշանակում, պետք է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները զոհված լինեին, որպեսզի ամեն ինչ ճիշտ լիներ, կամ պետք է արցախցիները բոլորը զոհված լինեին, կոտորված լինեին, ցեղասպանված լինեին, որ այսօր ոչ մի ասելիք չունենային։ 105 անգամ ախր ասել ենք այդ մասին, էլի 105 անգամ ասել ենք, որ Արցախի բնակչությունը տեսակարար կշռով Հայաստանի Հանրապետության բնակչության համեմատ որ համեմատում ենք, տասնապատիկ անգամ ավելի շատ զոհատվել, Հերմինե ջան, 140,000 Արցախի բնակչությունն է, 3 միլիոն Հայաստանի Հանրապետության բնակչությունն է։ Զուտ ես պաշտոնական թվերն եմ ասում։ 3700 զոհերի 44 օրյա պատերազմի 800-850, հա, զոհերը Արցախի գրանցում ունեցող մեր բնակիչներն են, 2800-ը Հայաստանի Հանրապետության։ Դուք պատկերացրեք համամասնությունը, այսինքն այս ատելությունը, որ տարածում են մեր հայրենակիցների նկատմամբ, սա ստորության գագաթնակետն է։ Ու ես շատ պարզ ու հստակ կոռելյացիա եմ սկսել տեսնել, շատ պարզ այսպես
կապ եմ տեսել այն բոլոր մարդիկ, ովքեր որ կույր սիրով պարզապես կույր սիրով սիրում են Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ ատում են հոգևորականներին, ատում են եկեղեցին, իսկապես են ատում։ Իրենց խոսացածից, իրենց դեմքի արտահայտությունից ու մաշկի կարմերությունից, երբ որ սկսում են մեր եկեղեցու մասին խոսել, դու հասկանում ես, այսինչ խորը ատելություն են մտցրել այս մարդկանց երակների մեջ։ Ու այդ նույն ձևով ատում են արցախցիներին։ Այդ նույն ձևով ասելով մնային կռվեին, փախել էին, երբ որ դու փորձում ես մի քիչ ռացիոնալ բացատրություն տաս, ասում ես լսի, հələ դու մի հատ պայմանները նայի, հələ մի հատ այն ժամանակվա քարտեզի վիճակը նայի, հələ մի հատ այդ 9 ամիսը նայի, այդ 9 ամսվա ընթացքում մարդիկ ինչ վիճակում են եղել, հղիներ են վիժել, երեխեք են մահացել, ուշաթափություն է, ամեն ինչ, այդ ամեն ինչի պայմաններում, ասենք դուք ոնց է կարողանում ասել, մարդիկ այլևս չեն ուզում լսել, որովհետև կուրացել են, երկու բանից են կուրացել, իր նկատմամբ կուրած սիրուց եւ ընդդիմության նկատմամբ, եկեղեցու նկատմամբ, Արցախի գաղափարի նկատմամբ, արցախցիների նկատմամբ ատելությունից։ Կամ որ փախնողներ եղել են, քրական գործեր են հարուցված, ով է ասում չի եղել, բայց երբ որ դա պրոյեկտում ես բոլորը փախնողներ են եղել, փախել են բոլորը դրա համար պարտվել ենք, սա արդեն այլ հարց է։ Ինչի մասին է խոսքը, դա հենց այդ է էլի մանիպուլյացիան, որ այդպես դեպքեր են սկսում բանանել, մարդկանց որ հարցնում ես, ասում ես ինչի՞ Կամ որ պատերազմից չեն փախնում։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ 18-20 թվականների պատերազմների ժամանակ չեն 1900 նկատի ունեմ հայրենական պատերազմի ժամանակ չի եղել որտեղ չեն փախնում։ Ինչի մասին է բոլորին փախած են անվանում։ Բայց հենց այդ է ամբողջը, որ երբեք մենք այս ամբողջ տարիների ընթացքում մի հատ ջերմություն, մի հատ ջերմ խոսք չտեսանք, էլի այդ մարդկանց այդ տունները կորցրած, կյանքների իմաստները, երջանկությունը, ամեն ինչը կորցրած այդ մարդկանց նկատմամբ շարունակվող ատելություն։ Ու ես չեմ կարողանում հիմա պատկերացնել։ Աստված մի արասցի, ամսի 7-ի, 8-ի առավոտը վեր կացանք ու տեսանք ինքը ընտրված է։ Ինչ է լինելու այս մեր երկրի վիճակը։ Ոնց է գնալու։ Շարունակվելու է այս ամեն ինչը, չէ՞, այս նույն այս ամեն բաները շարունակվելու է։ Այսինքն խնդիրները լուծվեցին ընտրություններով, չէ, չեն լուծվելու ընտրություններով, անգամ եթե գնան ամենավատ, ասենք, կեղծիքների, առանց էլ հիմա էլ են կեղծիքներ, շատ կեղծիքներ են անում, բայց եթե մենք առավոտյան ամսի 8-ին զարթնեցինք, տեսանք այդպես ինքը վերարտադրվել է։ Ես չեմ ասում ընտրվել, որովհետև սա ընտրություն չի։ Այն այս process-ը, որ մենք տեսնում ենք, սա ընտրական process չի։ Խայտարակ բան է լինելու։ Մեր հանրային անհանդուրժողականությունը, ատելությունը, անհամերաշխությունը խորանալու է։ Ինքը իր ծրագրի մեջ է նույնիսկ գրել, որ կաթողիկոսին պաշտոնան կա անելու։ Իսկ կաթողիկոսին պաշտոնան կանելը այդպես բան չի լինելու, էլի, այդպես չի ասելու, նայել կաթողիկոսն էլ այդպես ասի, դե լավ, դու ասում ես վեր եմ կենում, գնում եմ։ Բախումներ են լինելու։ Ավելի ուշ գնանալու են։ Բայց բացի դրանից մեզ ուրիշ շատ վատ բաներ է սպասվում։ Ինքը չի հերքել երբեք, որ Տիգրանաշենն է տալու, վերին ոսկեպարն է տալու։ Տիգրանաշենի տալու արդյունքում կաթվածահար է լինելու փաստորեն Հայաստանի հարավը։ Վերին ոսկեպարի տալու արդյունքում Լոռու մարզը դառնալու է սահմանամերձ մարզ է դառնալու, համարյա սահմանամերձ մարզ է դառնալու։ Այս ինքը չի բանում հերքում։ Ինքը չի հայտարարել, որ թույլ չի տալու ադրբեջանցիների վերադարձ։ Հանգամանք, որ ամեն օր պետական մակարդակով Ադրբեջանում տարվում է այդ խոսույթը։ Ոչ միայն խոսում են այդ մասին, այլ նաև միջոցառումներ են կազմակերպում։ Ցուցահանդեսներ են կազմակերպում Քարբի Ադրբեջան, որին հրավիրվում են արտասահմանյան ներկայացուցիչներ, դիվանագետներ են հրավիրվում։ Այս հունիսին էլ Նախիջևանում են իրականացնելու այդպիսի միջոցառում, վերադարձ թեմայով միջոցառում են իրականացնելու, եւ այս ամեն ինչը պետական մակարդակով հովանավորվում է, ֆինանսավորվում է։ Եվ օրերս էլ էր խոսել Ալիևի խորհրդականը, օգնական էր այդ մասին խոսել էր։ Ամեն օր այդ մասին են խոսում։ Այո, ամեն օր այդ մասին են խոսում եւ հիմա եթե այսքան բաները ասած մարդը որ չի արել, հիմա եթե ասած բաները, խոստումները ինքը չի կատարել կամ կատարել է ուղիղ հակառակը, բա չհասածները ոնց կկատարի։ Բնականաբար կատարելու է։ Մենք ավելին ասեմ, տեղեկություն ունենք նաև, որ սահմանադրության այս տեքստի մեջ, որ իրենք առայժմ գաղտնի են պահում, իրենք ցանկանում են նաև, նախատեսում են նաև փոխել սահմանադրության այն հոդվածը, որը արգելում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մարդկանց օտարերկրացիներին սեփականության իրավունքով հող ունենալ Հայաստանի Հանրապետությունում։
Սա եթե սա բարձվի որ ճիշտ է, որի իսկությանը այդպես մենք շատ լավ հիմքեր ունենք հավատալու, ապա սա հենց այդ դուռն է բացելու այսպես կոչված ադրբեջանցիների վերաբնակեցման համար այստեղ հողային սեփականության իրավունքով։ Մեղադրում է ընդդիմությանը, ասում է Բաքվի նարատիվներն եք տարածում, նման բան չկա, բանակցություններում չկա, սուտ եք խոսում, բայց հետո Ադրբեջանից այդ հայտարարությունը հնչում։ Եթե մենք ամեն օր ենք տեսնում, ադրբեջանցի ապրել է Հայաստանում։ Այո, եթե մենք ամեն օր ենք դա տեսնում, ախր եթե մենք տեսնենք Ադրբեջանի ուղղակի ինչ որ ազգայնամոլ մարդկանց խոսքերի շուրթերից, Որովհետև ասում են դուք էլ ասում եք գնում ենք Բաքու չայ խմենք, բայց արդյոք դա բարձր մակարդակով ասվել է, արդյոք երկրի ղեկավարներն ասել են գալու ենք Բաքու չայ խմենք։ Երբևիցե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Վահան Փափա, ով է ասել այսպիսի բան։ Դա պետական քաղաքականություն չի։ Ով, այո, իհարկե։ Այս սա է հենց էլի որ մարդկանց իսկապես էշի տեղ են դնում, էլի, մանիպուլյացիա են ասում։ Դենք մարդիկ են ասում են, աննատ քաղաքացիներ, իրանց իրավունքն է, կարող ասեն Բաքվում ենք չայ խմում, կարող ասեն Բերլինում ենք չայ խմում։ Այդ մարդիկ խոսում են, ասում են, բայց դա չի դառնում պետական։ Այո, ասում քո խորհրդականն է ասում, արդեն դա էլ հարց։ Իսկ մենք տեսնում ենք, որ Ալիևն է ասում է մենք ոչ թե տանկերով, այլ մեքենաներով կգանք։ Այսինքն դա ինչ սպառնալիք չի, հա? Սպառնալիք չի։ Մեքենաներով կգանք ու այդտեղ ամեն ինչ հարթ կլինի, հա? Ինչի մասին է խոսքը։ Խոսենք Ռուսաստանից հնչող հայտարարություններից, բավականին կոշտ հայտարարություններ են եւ ասում են ընտրեք ժամանակ չունեք, այնպես չի որ դուք պետք է թելադրեք թե ինչ անեք, մասնավորապես Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարն է խոսել, որ Հայաստանի ղեկավարությունը վերջերս քայլեր է ձեռնարկում, որոնք անհամատեղելի են Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, հետո նշել, որ Ռուսաստանը Հայաստանի մատակարարում է բնական գազ, ալյուր, հացահատիկ, պարարտանյութ եւ բենզին շուկայական գներից 3 անգամ ցածր գներով։ Մեր երկիրը առաջին տեղում է ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման առումով։ Այսօր Հայաստանի գյուղատնտեսական ապրանքի մինչև 98%-ը արտահանվում է Ռուսաստան, թունդ ալկոհոլային խմիչքների 78%-ը, 2025-ի մատակարարումների ծավալը գերազանցել է $700 միլիոն։ Հիմա կոնկրետ ասում են հստակ որոշում կայացրեք, կոշտ հայտարարություններ բարձր մակարդակով, ինչ պետք է անի Հայաստանի իշխանությունը, նույն հայտարարությունն են անում եւ արտգործնախարարը եւ Փաշինյանը, որ քանի կարողանում ենք համատեղում ենք։ Հիմա եթե ասում են, որ չեք համատեղելու, որոշում կայացրեք, ինչ են անելու։ Դե հիմա թող հայտարարեն։ Հիմա պետք է իրենք հայտարարեն։ Ինչի օրինակ չեն հայտարարում, որ հապկից ենք դուրս գալու, ԵԱՏՄ-ից ենք դուրս գալու։ Եթե այսքան իրենց երկրորդական խոսափողներով, այն Չախոյաններով, Վահագն Ալեքսանյաններով, ասենք, այդպես հակառուսականություն են այսպես բորբոքում։ Բայց ինչի բարձր մակարդակով օրինակ այդ մասին չեն հայտարարում։ Չեն հայտարարում, որ դուրս են գալու հապկից, դուրս են գալու 2022 թվականից այս կողմ ասում են հապկը մեր անվտանգությանը սպառնալիք է։ Բա մինչև հիմա ինչի դուրս չի եկել։ Ու երբ որ իրենց այս խոսքերը մարդիկ կրկնում են մարզերում, քաղաքներում, գյուղերում, երբ որ մարդկանց այդ հարցը տալիս ես ասում ես, բա ինչի դուրս չեն եկել, ասում դուրս են գալու։ Դուրս են գալու։ Երբ են դուրս գալու։ Հիմա կամ եթե դուրս գան գինը, ով է վճարելու, ինչպես է։ Դրա մասին նույնիսկ չենք էլ կարող, չենք էլ խոսում, դրա մասին չենք էլ խոսում, է նույնիսկ ախր։ Դրա մասին մենք չենք խոսում։ Իհարկե չէ, ինչի մասին է խոսքը։ Հենց ամբողջ խնդիրը նրանում է, որ այս ընտրությունները ժողովրդին ստելով ներկայացնում են որպես այլընտրանք Ռուսաստանի եւ Արևմուտքի միջեւ։ Ասում են ոնց որ ընտրում եք Փաշինյանին, ընտրում եք Արևմուտքը, ընտրում եք օրինակ Սամվել Կարապետյանին, ընտրում եք Ռուսաստանը։ Մոտավորապես այսպես են փորձում ներկայացնել։ Սա անհեթեթություն է բարի բուն իմաստով։ Փաշինյանից ավելի, ինչ ասեմ, ռուսամետ չասեմ, արկածախնդիր ռուսամետ չկա ամբողջ քաղաքական դաշտում։ Բայց հիմա էլ են ռուսամետ կարծում եք։ Հիմա նկատել է, որ Եվրամիությունը բավականին ակտիվ ներգործում է Հայաստանում։ Հիմա այս դեպքում կարողանում է համատեղել փաստորեն, խաբել Արևմուտքին։ Եթե ինքը լիներ օրինակ, հա, իրական արևմտամետ, արժեքային առումով արևմտամետ։ Նախ մենք կունենայինք իրական ժողովրդավարական Հայաստան։ Երկրորդ կունենայինք Հայաստանում առաջանցիկ տեմպերով զարգացող տնտեսություն։ Այնպիսի տնտեսություն, որը որ պատրաստ կլինի գնալ դեպի Եվրոպա։ Ոչ մենք ժողովրդավարություն ունենք։ Քիչ-քիչ են տնտեսությունը մեկ Ոչ էլ տնտեսություն ունենք։ Կառուցում քիչ-քիչ են կառուցում։ Ինչպիսի տնտեսություն, ինչպիսի կառուցվածքով։ Եկեք այս հարցը մի հատ հասկանանք, էլի, որ ժողովրդին էլ որ բարձ լինի, հասկանալի լինի։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ
Հայաստանի ցանկությունից կամ Փաշինյանի ընտրվելուց է կախված Հայաստանի Եվրոպական միություն մտնել չմտնելը։ Նախ եւ առաջ մի հատ եկեք քարտեզին նայենք, աշխարհագրությանը նայենք։ Եվրոպական միությունը ունի այնպիսի անդամ երկիր, որը իր հետ սահմանակից չէ։ Այսինքն իրենից տարածականորեն հեռու է Եվրոպական միության եւ տվյալ երկրի մեջ ինչ որ այլ երկիր կամ երկրներ կան։ Չկա այդպիսի բան։ Եթե 2002-3 թվականներից ակտիվ հայտ ներկայացրած Թուրքիան, հետո իհարկե այդ հայտը հետա վերցրել, շատ ակտիվ չի։ Մինչև հիմա Եվրոպական միության անդամ չի։ Եթե Վրաստանը իր հակառուսականության պիկի վրա Սաակաշվիլիի ժամանակ ունենալով նաև ծով, անմիջական կապ ծովի միջոցով Եվրոպական միության հետ անդամ չի։ Հայաստանի Հանրապետությունը ինչպես կարող է դառնալ Եվրոպական միության անդամ։ Դե հիմա մենք չենք դառնում անդամ։ Եթե մեր տնտեսության մեծ մասը, մեծագույն մասը կապված է ԵԱՏՄ-ի հետ, մենք ո՞նց ենք դառնալու Եվրոպական միության անդամ։ Եթե մեր արտադրած արտադրանքը չի համապատասխանում Եվրոպական միության ստանդարտներին։ Դե ամեն ինչ պետք է անենք, որ համապատասխանի, բայց դա տարիներ է պետք, աշխատանք է պետք։ Տարիներ չեն պետք է։ Այս տեմպերով ոչ թե տարիներ են պետք, այլ, չգիտեմ, դարեր են գուցե պետք։ Այդպես չի լինի, այդպես ասելով չի լինում, հա։ Այնպես որ Եվրոպական միությունը, որ մի քիչ այսպես բորբոքում է մեր միությունը չասեմ, Եվրոպական միության պաշտոնյաները, որ բորբոքում են մեր մեջ, այդպես հակառուսական բաներ, իրենք բորբոքում են, որովհետև դա աշխարհակաղակական բան է։ Այո, բայց պետք է առաջարկ անել, Առաջարկ անում են, առաջարկ անում են։ Տոյվո Կլարը հիշում եք ինչ էր առաջարկում, որ ասում էր Հարավային Կովկասի ինտեգրումը Եվրոպայի հետ պետք է անցնի Թուրքիայի միջոցով։ Մի բան էլի նորից քարտեզին նայենք։ Հարավային Կովկասի երկրների 3 ազդեցիկ անմիջական հարևանները Ռուսաստանն է, Թուրքիան է, Իրանն է։ Եվրոպական միությունը ազդեցություն պրոյեկտելու համար մեր տարածաշրջանում ինքը քանի որ անմիջապես կպած չէ, դա անում է միջնորդավորված ձևով։ Իր շահի ոնց որ ասած պրոյեկցիան Իրանի միջոցով չի լինում, Ռուսաստանի միջոցով չի լինում, Թուրքիայի միջոցով լինում է։ Հիմա ինչու Թուրքիան հասարակշռելու այս տնտեսական խնդիրների հարցում ինչ է լինելու։ Դե հիմա հենց ամբողջ խնդիրը դրանում է, որ այդ խրախուսումները, որ ասում են բան արեք, հա, ձեր կապերը, չգիտեմ, կտրեք ռուսներից բան։ Այդ ճանապարհը ոչ թե տանում է դեպի Բրյուսել, այլ այդ ճանապարհը մեզ տանելու է դեպի Անկարա։ Այսինքն այստեղ Թուրքիայի ազդեցությունն է աճելու։ Ու այստեղ է գալիս այն ամենաֆունդամենտալ հարցը, որ մեր ժողովրդի մոտ փորձում են այդ հարցի վերաբերյալ ձևավորել սխալ պատկերացում։ Մեր անվտանգության սպառնալիքը գալիս է առաջին հերթին Ադրբեջանից եւ Ադրբեջանին շատ աջակցող թուրքական իշխանություններից։ Մեր անվտանգության խնդրի աղբյուրը այստեղից է գալիս։ Մինչդեռ հակառակն են ուզում մեզ բացատրել, որ մեր անվտանգության խնդիրը սպառնալիքները գալիս է հյուսիսից, Մոսկվայից, այն պարագայում, երբ որ երկրի տնտեսության մեծագույն մասը այդ շրջանակների հետ է կապված, այդ տրանսֆերտները, ինչպես որ նշեց։ Հիմա Շոյգուի կամ մյուսների այդպիսի ցանկացած հայտարարություն էս պահին, այնպես չի, որ ես ուրախանում եմ դրանից։ Դե իհարկե, որովհետև դա էլի Փաշինյանի շուրջը Հայաստանում համախմբվելու ինչ որ էլի հակառուսական տրամադրություններ ունեցողների համախմբվելու բան է տալիս։ Բայց մենք այս ամեն ինչով կեղծիքի մեջ ենք շարունակում ապրել։ Իրականություն չկա այս ամեն ինչի մեջ։ Ես նորից եմ ասում, եթե կա հիմք, հանեք ռուսական ռազմաբազան։ Ինչի չեք անում, երբ եք անելու։ Ինչի նախընտրական ծրագրի մեջ չես գրում։ Ռուսական ռազմաբազան, որ պետքա հանես, հապկից պետքա դուրս գաս, ԵԱՏՄ-ից պետքա դուրս գաս։ Իսկ այդ բանը, այդ շուստրիությունը գավառական, որ ԵԱՏՄ-ում կմնանք այնքան ժամանակ, մինչև որ կհասունանա ԵՄ կմտնենք, այդ շուստրիությունը դա կներեք, էլի ասենք, այդ շուստրությունում հանդեպ է անում Եվրամիության նկատմամբ, որ նրան աջակցեն ընտրվի։ Չէ, մեր ժողովրդի նկատմամբ է անում։
Մեր ժողովրդի նկատմամբ են, մախր կներեք ոչ Բրյուսելում, ոչ Մոսկվայում ներողություն եմ խնդրում արտահայտությանս համար, որովհետև արդեն այնքան է քաղաքական խոսույթի մակարդակը իջել, որ էլ չես կարողանում։ Լոխեր չեն նստած այնտեղ, չէ՞։ Ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում։ Այսինքն ի՞նչ է նշանակում հələ ձեր մոտ բան արեք, էլի, այդպես ոտներդ կախքցեք, հենց որ մենք հնարավորություն կլինի ԵՄ մտնենք, ձեզնից բան կանենք, դուրս գանք։ Այդ նույն բանն է, էլի, ոնց որ կնոջդ ասես, հələ ես քեզ չեմ սիրում, բայց հələ կինս եղի, մինչև որ սիրուհուս հետ հարաբերությունները կկարգավորվեն, հետո քեզնից կբաժանվեմ, կգնամ սիրուհուս հետ կմիանամ։ Ասենք ինչի է նման դա։ Բայց ամեն դեպքում Ռուսաստանից հասկանում եմ, որ մենք Եվրամիություն գնալու առանձնապես հնարավորություններ չունենք, դա տասնյակ տարիների հարց է, եթե Եվրամիությունը մնա, բայց նրանք շարունակում են մեզ ընտրության առջև կանգնեցնել։ Սա արդյոք խոսում է այն մասին, որ այլ քաղաքականություն կա նաև վարվող կամ այլ գործողություններ են հաջորդելու, որի մասին իրենք գիտեն եւ վերում են այս պատճառը։ Ես չգիտեմ ինչ կա, ամենայն հավանականությամբ չկա։ Ես չգիտեմ ինչ կա, բայց սա պատասխան է պարզապես։ Սա որովհետեւ այսպիսի հիմար խոսույթը վիրավորում է, այսպես դիվանագիտական վիրավորանք է ռուսների նկատմամբ եւ նրանք պատասխանում են դրան։ Բայց իրենք էլ են միևնույն ժամանակ հասկանում, որ այդ կոպիտ բաներն էլ որ անեն, այդ կոպիտ քայլերն էլ որ անեն, ուղղակի դրանից իրենք էլ չեն շահելու։ Դասո Զելենսկի եկավ այստեղ, իր նպատակին հասավ, իր հարցերը կարգավորեց, հանդիպումներ ունեցավ եւ հարաբերություններն ավելի լարեց Ռուսաստանի հետ։ Եվ Հայաստանը դարձավ փաստորեն հակառուսական թշնամական հայտարարությունների, հա, կա հակառուսականություն էլ կա, հակառուսականություն էլ կա, թշնամական հայտարարությունների հարթակ։ Ու երբ որ հարցնում ես մարդկանց ասում ես, դու ուզում ես, որ թշնամանակ այս պարագայում այս վիճակում թշնամանանք ռուսների հետ։ Ասում է, չէ, չեմ ուզում։ Ասում ենք, բա այդ դեպքում ո՞նց եք աջակցում այս քաղաքականությանը, որ տարվում։ Դե մենք ինքնիշխան երկիր ենք, մենք ենք որոշում, ում հետ պետքա լինենք, ում հետ չպետքա լինենք, հա։ Այսինքն մարդկանց նորմալ ու գրագետ ձևով բացատրելու փոխարեն իրականությունը, օբյեկտիվ քաղաքական իրադրությունը, աշխարհաքաղաքական իրադրությունը ընդհանրապես մարդկանց զուտ զգացմունքների հետ խաղալով դրա համար եմ որ ասում եք ում դեմ է ում են ուզում ֆրցնել մեր ժողովրդին են պարզապես ուզում ֆրցնել պարզապես իր կրած անհաջողությունների բայց ակներևը որ իշխանությունը չի ուզում միատամից դուրս գա Փաշինյանն էլ երեք զիրաշահում էր նախագահային Ռուսաստանի դե այդ սպասումներն են էլի 200 անգամ հանդիպել ենք շփվել ենք երբևէ նման շփումներ չի եղել նախկինում իհարկե դե սպասումներն են առաջացնում այդ ամբողջը որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը արտաքին քաղաքականություն չէ ինքը պարզապես արտաքին քաղաքականություն է ներքինի մասին արտաքին քաղաքականություն է ընտրազանգված ունենալու մասին, էլեկտորատ ունենալու մասին։ Թե չէ, այստեղ արտաքին քաղաքականություն մենք չենք տեսնում, շահերի պաշտպանություն չենք տեսնում։ Ու այդ մյուս սուտն էլ, որ եթե Սամվել Կարապետյանն եղավ, դառնում ենք գուբերնիա։ Այդ անհեթեթություն է ընդհանրապես, որ էլի տարածում են։ Ռուսաստանը ինքը ոչ հավես ունի, ոչ էներգիա ունի, ոչ այդքան ռեսուրս ունի Հայաստանին իր գուբերնիա դարձնելու առումով, եթե ուրիշ բան չասենք, որովհետև Հայաստանին գուբերնիա դարձնելը դա նշանակում է բազմաթիվ շատ մեծ նոր խնդիրներ վերցնել իր վրա, որ ինքը պատրաստ չէ։ Դա նշանակում է, որ Հայաստանի անվտանգային բոլոր ամբողջական խնդիրների outsource վերցնում է իր վրա։ Ինքը այս վիճակում Ուկրաինայում թաթախված ու ես չգիտեմ երբ դուրս կգա այդ վիճակից։ Այդ վիճակներում առանձնապես շատ նախանձավորություն է սառումով, մենք չենք տեսել Ռուսաստանից, հակառակը վերջինս իրադարձություններին տարիների անընդհատ ասում են դուք ընտրեք, դուք որոշեք, դուք արեք։ Այսինքն եթե այդքան ոգևորված են, այդքան ուզում են գուբերնիա սարքեն, այսպեսի վերաբերմունք չպետք է լինի, որ դուք ընտրեք։ Դե իհարկե, բայց դրանով նաև մեսիջել են չէ տալիս մեզ։ Դե այո։ Մեսիջել են տալիս մեզ ժողովրդին։ Հիմա ունենալով այսպիսի բան տնտեսություն ոչ մեկին ոչ հետաքրքիր տնտեսություն, հատկապես Եվրոպական միությանը ոչ հետաքրքիր տնտեսություն։ Մենք չենք կարող, այդ պետքա մտքներից անենք, որ շատ այսպես տեսանելի ապագայում այդ դեպի արևմուտք գնալը չի լինելու, որովհետև մենք չունենք
արդյունաբերական զարգացած համալիրներ, որոնք որ մեզ կհետա։ Այն ինչ որ տնտեսական առումով Եվրոպական միությունը մեզնից ուզում է, դա տանում է։ Իրենց հիմնականում այստեղ տնտեսական առումով հետաքրքրում է մեր ընդերքը։ Եվ մեր ընդերքի արտահանումների մի զգալի մասը գնում է այնտեղ։ Իրենք դա վերցնում են։ Մենք վերամշակող լուրջ ինչ որ ասենք բան չունենք, տնտեսություն չունենք։ Իսկ եկեք մի բանի էլ հասկանանք, էլի, երբ որ ասում ենք գնանք դեպի Եվրոպա, այսինքն Եվրոպասլով ԵՄ-ի անդամ դառնանք, հա, ԵՄ-ի անդամ դառնանք։ Այդ պարագայում մենք պետք է հասկանանք մյուս կողմը ԵՄ-ն ինչ շահ ունի, ինչ հետաքրքրություն, արդյոք ջերմ ու բուրըն սերն է հայ ազգի նկատմամբ, ոչ։ Տնտեսական բաներ գոյություն ունեն, չէ, շահեր գոյություն ունեն։ Մենք այդքան հետաքրքիր ենք տնտեսական առումով։ Ոչ, հաստատ այդքան հետաքրքիր չենք։ Ուրեմն մի խաբեք այս ժողովրդին։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ Հելենա։ Զրուցակիցս Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։